Գիտելիքի տունը մի քանի րոպեում դարձավ հանցագործության վայր, ինչ է հայտնի երկու զոհի և վիրավոր երեխայի մասին։ Հիվանդների առողջությունը որպես բիզնես, պետության գումարները որպես բանկոմատ, Միացյալ Նահանգներում բացահայտվել է պատմական խարդախության ցանց։ Հայտնի հաղորդավարուհու ձայնը կոտրվում է, բայց հույսը ոչ, գաղտնի նամակը նոր հարցեր է առաջացրել, որտեղ է Նենսի Գաթրին։ Ժամանակին լավագույն օրինակ ներկայացված միգրանտների կենտրոնը ապա մոնտաժվում է, ուր գնացին միլիարդավոր դոլարները։ Ամերիկյան անձնագիրն արդեն ավելի մեծ գին ունի, ում համար է փակվում դուռը և ում համար են պահպանվում արտոնությունները։ Պատժամիջոցները թուլանում են, նավթը վերադառնում է շուկա, Իրանը խոսում է նավարկության անվտանգության մասին, բայց նաև միլիարդների ազատման, ինչ է փոխվում տարածաշրջանում, այս և մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Վիվալդի Քեթերինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան և մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան քոմբոն։ Վիվալդի Քեթերինգ համի, որակի և առատության առաջատարը։ Արմեզիայի YouTube-ին ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Կալիֆոռնիայի Չիկո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ 1 երեխա վնասվածքներ ստացել։ Չիկոյի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Բյուտ շրջանի գրադարանում։ Իրավապահների փոխանցմամբ, մինչ ոստիկանները ներս էին մտնում, գլխավոր մուտքով կասկածյալը դուրս է եկել շենքի հետնամասից, որտեղ արդեն անվտանգության օղակ էր ստեղծվել։ Նա ձերբակալվել է առանց դիմադրություն ցույց տալու։ Առայժմ ոստիկանությունը չի հրապարակել հրաձգի ինքնությունը, ինչպես նաև զոհերի անունները, որոնք նախատեսվում է հրապարակել ավելի ուշ։ Դրդապատճառը նույնպես դեռևս հայտնի չէ։ Չիկոյի ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալը գործել է միայնակ։ Դեպքի հետաքննությանը միացել է նաև ՀԴԲ-ն։ Արդարադատության նախարարությունը հայտարարել է առողջապահական ոլորտում խարդախությունների դեմ երկրի պատմության ամենախոշոր գործողության արդյունքների մասին։ Ընդամենը վերջին 2 շաբաթվա ընթացքում դաշնային և նահանգային իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել 455 անձանց, Medicare-ի, Medicaid-ի և այլ առողջապահական ծրագրերի դեմ իրականացված շուրջ $6.5 միլիարդ խարդախ սխեմաների շրջանակում։ Գործողությանը մասնակցել են Միացյալ Նահանգների դատախազությունների 56 գրասենյակներ, 41 նահանգային գլխավոր դատախազություններ, ինչպես նաև ՀԴԲ-ն, Առողջապահության նախարարությունը, Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը և բազմաթիվ այլ իրավապահ կառույցներ։ Իշխանությունները միայն այս գործողության ընթացքում առգրավել են ավելի քան $182 միլիոն կանխիկ միջոցներ և այլ ակտիվներ։ Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ առողջապահական խարդախությունները տարեկան շուրջ $100 միլիարդ վնաս են հասցնում պետությանը և սպառնում են այն ծրագրերի կայունությանը, որոնցից կախված են միլիոնավոր ամերիկացիներ։ Ամենախոշոր գործերից մեկով մեղադրանք է առաջադրվել Արիզոնայում գործող ընկերության ղեկավարին և ևս 10 անձանց, ավելի քան $2 միլիարդ կեղծ պահանջներ ներկայացնելու համար։ Քննության տվյալներով նրանք Medicare-ից ստացված գումարներով ձեռք են բերել բազմամիլիոնանոց առանձնատներ, շքեղ մեքենաներ, այդ թվում $135,000 արժողությամբ Մազերատի, $865,000 վզնոց և նույնիսկ ֆինանսավորել են Ֆիլիպիններում $4.6 միլիոն արժողությամբ հյուրանոցի կառուցումը։ Առանձին գործով մեղադրանք է առաջադրվել բժշկի, որը ըստ դատախազների շուրջ $89 միլիոն կեղծ պահանջներ է ներկայացրել ուսանող մարզիկների սրտանոթային հետազոտությունների համար։ Իրավապահները բացահայտել են նաև գրեթե $1 միլիարդ Medicaid-ի խարդախության մեկ այլ սխեմա, որտեղ ըստ մեղադրանքների բուժքույրը տարեց և անօգնական հիվանդներին օգտագործել է որպես բանկային հաշիվներ, նրանց վրա իրականացված կասկածելի բժշկական միջամտությունների դիմաց պետական ծրագրերից գումարներ ստանալու համար։ Այդ միջոցներով նա ըստ քննության գնել է արժեքավոր զարդեր և մոտ $500,000 արժողությամբ Ferrari ավտոմեքենա, որոնք այժմ առգրավված են։ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում արտերկրում հայտնաբերել և Միացյալ Նահանգներ են վերադարձրել մի քանի խոշոր խարդախությունների մեջ մեղադրվող անձանց։ Նրանց թվում է Հերբերտ Լեոն Քիմբլը, որը մեղադրվում է շուրջ $1.2 միլիարդ խարդախության մեջ։ Միաժամանակ ՀԴԲ-ն միջազգային հետախուզում է հայտարարել Խալեդ Սատարիի նկատմամբ, որը որոնվում է $547 միլիոն գենետիկական թեստավորման սխեմայի համար, և Էմիլի Թայի նկատմամբ, որը մեղադրվում է շուրջ $90 միլիոն խարդախության մեջ։ Պաշտոնյաների խոսքով սա միայն սկիզբն է։ Կառավարությունը հրաժարվում է նախկին վճարիր և հետո հետբեր մոտեցումից և անցնում է նոր ռազմավարության, օգտագործելով արհեստական բանականությունը, տվյալների վերլուծությունը
եւ իրական ժամանակում վերահսկման համակարգեր խարդախ պահանջները բացահայտելու համար մինչեւ պետական գումարների փոխանցումը։ Դաշնային դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող սահմանափակել երկրի ամենախոշոր սննդային աջակցության ծրագրի SNAP-ի միջոցների օգտագործումը քաղցրավենիքի, գազավորված եւ այլ քաղցր ըմպելիքների գնման համար։ Որոշումը չեղարկում է արդեն գործող կամ առաջիկայում ուժի մեջ մտնելու նախատեսված սահմանափակումները 23 նահանգներում։ Առայժմ Թրամփի վարչակազմը չի հայտնել պատրաստվում է արդյոք բողոքարկել վճիռը։ Վաշինգտոնի դաշնային դատավոր Էմի Բերման Ջեքսոնը նշել է, որ որոշումը հիմնված է ոչ թե այն հարցի վրա, թե արդյոք սահմանափակումները լավ գաղափար են, այլ այն հանգամանքի, որ կառավարությունը չի հետևել սննդի վերաբերյալ գործող օրենսդրական սահմանմանը։ Դատավորի խոսքով իշխանությունները կարող են օրինական քայլեր ձեռնարկել SNAP-ի շահառուների առողջ սննդակարգը խրախուսելու համար, սակայն չեն կարող այդ նպատակին հասնելու համար խախտել օրենքը կամ սեփական կանոնակարգերը։ Գյուղատնտեսության նախարար Բրուք Ռոլինզը եւ առողջապահության ու սոցիալական հարցերի նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը պնդում էին, որ գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը նպաստում են ճարպակալման, շաքարային դիաբետի եւ այլ քրոնիկ հիվանդությունների աճին, եւ դրանց բացառումը կարող է խթանել ավելի առողջ սննդային ընտրությունը։ Դատավորը նաեւ նշել է, որ գործող օրենսդրության համաձայն SNAP-ի միջոցները կարող են օգտագործվել տնային սպառման համար նախատեսված գրեթե ցանկացած սննդամթերքի ձեռքբերման համար, բացառությամբ ալկոհոլի, ծխախոտի եւ պատրաստի տաք սննդի։ SNAP ծրագիրն այսօր օգնում է մոտ 39 միլիոն ամերիկացիների, մոտավորապես յուրաքանչյուր 9-րդ բնակչին գնել սննդամթերք։ Today հեռուստաշոուի հաղորդավար Սավանա Գաթրին այսօր հուզիչ կոչով կրկին դիմել է հեռուստադիտողներին, խնդրելով ցանկացած տեղեկություն ունեցող անձանց օգնել գտնել իր անհետացած մայրիկին Նենսի Գաթրին։ Նա ուղիղ եթերում հայտարարել է. «Մենք տանջվում ենք եւ չենք կարող հանգիստը գտնել։ Մենք սիրում ենք մեր մայրիկին եւ երբեք չենք դադարելու նրան փնտրել»։ Ամիսներ շարունակվող աղմկահարույց գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցման փրկագնի նամակներից մեկում նշվել է, որ 84-ամյա Նենսի Գաթրին մահացել է։ Աղբյուրի փոխանցմամբ նամակի հեղինակը պնդել է, թե կնոջ մահը դիտավորյալ չի եղել եւ գրել է, որ նա այժմ բնության գրկում է։ Նենսի Գաթրին ենթադրաբար առևանգվել է 2026 թվականի փետրվարի 1-ի վաղառավոտյան Արիզոնայում գտնվող իր տանից։ Ըստ իշխանությունների 84-ամյա կինը չէր կարող ինքնուրույն անցնել ավելի քան մոտ 45 մետր եւ կախված էր կենսական նշանակության դեղամիջոցներից, որոնց բացակայությունը նույնիսկ 24 ժամում կարող էր ճակատագրական լինել։ Սավանա Գաթրին նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցների հրապարակումները, սակայն չի էլ կարող ձևացնել, թե այդ ամենը իրեն չի վերաբերում։ Ես պարզապես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից եւ խնդրել ավելի ճիշտ աղաչել մարդկանց, որ տեղեկություն տրամադրեն։ Ինչ որ մեկը հաստատ ինչ որ մի բան գիտի, ասել է նա։ Փրկագնի նամակների վերաբերյալ հարցերին Պիմաշրջանի շերիֆի վարչությունը հրաժարվել է պատասխանել դրանք ուղղելով ՀԴԲ-ին։ Դաշնային բյուրոն եւս որևէ մեկնաբանություն չի տվել։ Չնայած ամիսներ շարունակվող անորոշությանը եւ ողբերգական ակնարկներին, ընտանիքը հայտարարում է, որ չի դադարեցնի որոնումները եւ շարունակում է հույս ունենալ, որ ճշմարտությունը մի օր կբացահայտվի։ Ֆլորիդայի իշխանությունները սկսել են ամբողջությամբ փակել Ալիգատոր Ալկատրաս անունով հայտնի ներգաղթային կալանավորման կենտրոնը, որը ժամանակին ներկայացվում էր որպես ապօրինի ներգաղթի դեմ պայքարի օրինակելի նախագիծ։ Կենտրոնը, որը կառուցվել էր Ֆլորիդայի Էվենգրելցի ճահճային տարածքում գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, բացվել էր 2025 թվականի հուլիսին նահանգապետ Ռոն Դեսանտիսի եւ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։ Այն նախատեսված էր մինչև 5000 միգրանտի պահման համար եւ համարվում էր զանգվածային արտաքսումների ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը։ Պաշտոնյաների փոխանցման վերջին կալանավորված անձինք արդեն տեղափոխվել են այլ կենտրոններ կամ արտաքսվել են երրորդ երկրներ։ Այժմ սկսվել է տարածքի ամբողջական ապամոնտաժումը, ներառյալ ցանկապատերի, կցովի շինությունների եւ ժամանակավոր կառույցների հեռացումը։ Նախնական տվյալներով ապամոնտաժման աշխատանքները կտևեն մոտ 1 շաբաթ, որից հետո տարածքը նախատեսվում է վերադարձնել իր նախկին նշանակությանը, որպես փոքր օդանավակայան եւ օդաչուների ուսումնական կենտրոն։ Փակման հիմնական պատճառը հսկայական ծախսերն են։ Ծրագրի ընդհանուր արժեքն արդեն գնահատվում է մոտ 1.2 միլիարդ դոլար, թե Ֆլորիդայի իշխանությունները վստահեցնում էին, որ բոլոր ծախսերը փոխհատուցվելու են դաշնային կառավարության կողմից, այդ ֆինանսավորումը մինչև օրս ամբողջությամբ չի տրամադրվել։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ Vivaldi Catering-ին, Inter United ֆուտբոլային ակադեմիային, Cosmo Palace ռեստորանին, Kozanian Meat and Liquor եւ Kozanian Family Market-ներին, ինչպես նաեւ Gerry's Mom's Bakery-ին։ Իդեպ, եթե ձեր առաջիկա միջոցառման կազմակերպումը վստահեք Vivaldi Catering-ին եւ պատվերի ընթացքում նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք հենց մեր Arm Media-ի միջոցով, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Շարունակենք լուրերը։
Թրամփի վարչակազմը ներկայացրել նոր առաջարկ, որով Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստանալու համար դիմումի վճարը կբարձրանա շուրջ $570։ Միաժամանակ նախատեսվում է վերացնել ցածր եկամուտ ունեցող դիմորդների համար գործող զեղչերն ու վճարային արտոնությունները։ Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության USCIS-ի առաջարկի համաձայն թղթային եղանակով ներկայացվող քաղաքացիության դիմումի վճարը $760-ից կբարձրանա մինչև $1330, իսկ առցանց դիմումների վճարը $710-ից մինչև $1280։ Բացի այդ, եթե քաղաքացիության դիմումը մերժվի եւ անձը ցանկանա խնդրել USCIS-ին վերանայել որոշումը, այդ գործընթացի վճարը եւս կբարձրանա ավելանալով $645։ Միակ բացառությունը կմնան զինվորական ծառայության անդամները, որոնց համար արտոնությունները կպահպանվեն։ Սակայն փոփոխություններն անմիջապես ուժի մեջ չեն մտնի։ Դրանք ներկայումս առաջարկվող կանոնակարգի կարգավիճակում են եւ դեռ պետք է անցնեն դաշնային կանոնակարգման գործընթացի մի քանի փուլ։ Հանրությունը կկարողանա առաջիկա 60 օրերի ընթացքում առաջարկություններ ներկայացնել դեմ կամ կողմ մեկնաբանություններով։ Գերագույն դատարանը վերականգնել է 1979 թվականին անհետացած 6-ամյա Իթան Փեյթսի սպանության գործով կայացված դատավճիռը ավարտին հասցնելով երկրի ամենահայտնի անհետ կորած երեխաների գործերից մեկի հերթական իրավական շրջադարձը։ 6-ն ընդդեմ 3 ձայների հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ դատարանը չեղարկել է ստորադաս դատանի վճիռը, որ 2025 թվականին անմահվեր էր ճանաչել Պեդրո Հերնանդեսի դատապարտումը։ Որոշումը ստորագրված չէ եւ ընդունվել է դատարանի պահպանողական մեծամասնության կողմից, մինչդեռ 3 լիբերալ դատավորները հանդես են եկել անհամաձայնությամբ։ Իթան Փեյթսը անհետացել էր 1979 թվականին Նյու Յորքի Սոհո թաղամասում։ Գործը լայն արձագանք էր ստացել ամբողջ երկրում։ Իթանի լուսանկարը հայտնվել էր հազարավոր կաթի տուփերի վրա, ազգային ուշադրություն հրավիրելով անհետացած երեխաների խնդրի վրա եւ փոխելով նման դեպքերի նկատմամբ Միացյալ Նահանգների վերաբերմունքը։ Ոստիկանությունը Պեդրո Հերնանդեսին ձերբակալել էր միայն 2012 թվականին, երբ տեղեկություն էր ստացվել, որ նա տարիներ առաջ եկեղեցական խմբի անդամներին խոստովանել է հանցագործությունը։ Հետաքննության ընթացքում Հերնանդեսը խոստովանել էր, որ երեխային տարել է Սոհոյում գտնվող մթերային խանութի նկուղ, որտեղ աշխատում էր, խեղտամահ արել ու մարմինը թողել ծառուղում։ Նրա առաջին դատավարությունը 2015 թվականին ավարտվել էր առանց դատավճռի, քանի որ երդվյալ ատենակալներից մեկը կասկածներ էր ունեցել մեղավորության վերաբերյալ։ Սակայն երկրորդ դատավարության ժամանակ 2017 թվականին Հերնանդեսը մեղավոր էր ճանաչվել առևանգման եւ սպանության մեջ ու դատապարտվել 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ 2025 թվականի ստորադաս դատարանը չեղարկել էր այդ դատավճիռը, գտնելով, որ դատավորը սխալ ցուցումներ էր տվել երդվյալներին եւ հնարավոր է ազդել էր նրանց որոշման վրա։ Այդ որոշումը վերաբացել էր գործը, որը երկար ժամանակ համարվում էր փակված։ Միացյալ Նահանգները 60 օրով ժամանակավորապես թույլատրել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելուն ուղղված նոր եւ դեռևս փխրուն խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Այն հնարավորություն կտա Իրանին վերականգնել նավթի վաճառքը, մինչև կողմերը առաջիկա 2 ամիսների ընթացքում կփորձեն հասնել ավելի երկարաժամկետ համաձայնության։ Բանակցությունները ներառում են նաև Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման եւ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության պահպանման հարցերը։ Պաշտոնյաների տվյալներով Լիբանանում վերջին օրերին պահպանվել է հարաբերական հանդարտություն։ Իրանը նույնպես լավատեսություն է ցուցաբերում։ Երկրի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն է ստեղծում շարունակել դիվանագիտական գործընթացը։ Իսրայելը, որը համաձայնագրի կողմ չէ, հայտնել է, որ շարունակելու է ռազմական գործողությունները հարավային Լիբանանում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեռևս 3 էր հայտարարել, որ իսրայելական բանակը լիակատար ազատություն ունի կանխելու ցանկացած անմիջական կամ առաջացող սպառնալիք ուղղված զինվորականներին կամ երկրի հյուսիսային բնակիչներին։ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակելու է կառավարվել Իրանի կողմից միջազգային օրենքներին համապատասխան։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված նոր ժամանակավոր պայմանավորվածության շրջանակում Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դեռևս ամբողջությամբ չեն վերացվել, սակայն երկիրը ստացել է ժամանակավոր արտոնություն։ Իրանի խորհրդանի խոսնակի համոզմամբ առաջիկա 30 օրերին կգործեն հատուկ համակարգման մեխանիզմներ, որպեսզի նավերը կարողանան ավելի անվտանգ եւ արագ անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանական կողմը նաև նշել է, որ պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ $12 միլիարդ ֆինանսական միջոցների ազատման գործընթաց։ Աբու Դաբիի օդանավակայանում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ ընթացող բանակցություններում անպայման քննարկվելու է Թեհրանի աջակցությունը տարածաշրջանային զինված խմբավորումներին, այդ թվում Լիբանանում գործող Հեզբոլլահին։
Ռուբիոն նշել է, որ թեև Լիբանանի ապագան պետք է որոշեն հենց լիբանանցիները, իրենց ինքնիշխան եւ ընտրված կառավարության միջոցով, Իրանի ազդեցությունը եւ նրա աջակցությունը Հեզբոլլահին հնարավոր չէ անտեսել։ Նրա խոսքով տարածաշրջանում ամբողջական խաղաղության եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին խոսելը անհնար է, քանի դեռ Իրանի հետ կապված զինված խմբավորումները շարունակում են հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումները կամ ներգրաված են ահաբեկչական գործողություններում։ Պենսիլվանիա կատարած այցի ընթացքում էլ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են դրական մթնոլորտում, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում չի թույլատրի Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։ Եթե ուզում եք իրական խնդիրներ տեսնել, թույլ տվեք Իրանին ունենալ միջուկային զենք։ Դա տեղի չի ունենա, հայտարարել է նախագահը լրագրողների հետ զրույցում։ Թրամփը պնդել է, որ Իրանը համաձայնել է միջազգային միջուկային տեսուչների մուտքին եւ ապագա ստուգումներին։ Նրանք սխալվում են, եթե ասում են, որ տեսուչների այց նախատեսված չէ։ Մենք ունենք 100% ստուգումների վերաբերյալ պայմանավորվածություն։ Եթե դա այդպես չլիներ, ես հիմա կչեղարկեի բանակցությունները, ասել է նա։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հնարավոր համաձայնությունը կօգնի պահպանել տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգությունը։ Մենք աշխատում ենք այնպիսի գործարքի վրա, որը կպահպանի Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը, վերջում ավելացրել է Թրամփը։ Իրանի հետ ժամանակավոր համաձայնության եւ շարունակվող բանակցությունների ֆոնին Վաշինգտոնում սրվել է քաղաքական հակամարտությունը։ Հանրապետականներն ու դեմոկրատները հանդես են եկել տարբեր գնահատականներով, թե պատերազմի արդյունքների, թե ապագա բանակցությունների վերաբերյալ։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգներն այժմ գտնվում է ավելի ուժեղ դիրքում, իսկ գլխավոր նպատակը մնում է անփոփոխ։ Նրա խոսքով ցանկացած վերջնական համաձայնություն պետք է ներառի խիստ ստուգումներ եւ մշտադիտարկման մեխանիզմներ, իսկ կոնգրեսը պետք է լիարժեք տեղեկացված լինի բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Դեմոկրատները հակառակը Թրամփի վարչակազմի քաղաքականությունը բնութագրում են որպես ձախողված եւ անպատասխանատու պատերազմ։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ ավելի քան 100 օր տևած հակամարտությունը հսկայական ֆինանսական բեռ է դարձել ամերիկացի հարկատուների համար եւ վտանգավոր անորոշության մեջ թողել երկիրը։ Դեմոկրատ սենատորների գնահատմամբ Իրանը ստացել է ավելի ուժեղ բանակցային դիրք զուգորդված պատժամիջոցների թուլացմամբ եւ Հորմուզի նեղուցում ավելի մեծ ազդեցությամբ։ Դեմոկրատները նաեւ դժգոհում են, որ կոնգրեսը եւ ամերիկյան հասարակությունը մինչ այժմ ամբողջական տեղեկատվություն չի ստացել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի հետ։ Երկու կուսակցություններն էլ համաձայն են միայն մեկ հարցում՝ Իրանի միջուկային ծրագիրը պետք է մնա խիստ միջազգային վերահսկողության ներքո։ Սակայն եթե հանրապետականները ներկայիս բանակցությունները ներկայացնում են որպես ամերիկյան ուժի եւ դիվանագիտական հաջողության արդյունք, ապա դեմոկրատները դրանք դիտարկում են որպես թանկարժեք եւ դեռևս չարդարացված ռիսկ, որ իրական գինը կարող են վճարել թե ամերիկացի հարկատուները, թե տարածաշրջանի երկրները։ Եվ այս թեմայով վերջին լուրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ հայտարարությունում նշել է, որ Միացյալ Նահանգների ձեռք բերված նոր պայմանավորվածությունները վերաբերում են տարածաշրջանային լարվածության նվազեցմանը, միջուկային հարցերին եւ տնտեսական սահմանափակումների մեղմացմանը, սակայն Իրանի պաշտպանական եւ հրթիռային կարողությունները երբեք չեն եղել բանակցությունների մաս։ Փեզեշքյանի խոսքով ներկայիս գործընթացի հիմնական նպատակը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումն է երկխոսության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է շարունակել քննարկումները միջուկային թեմաների եւ տնտեսական հարցերի շուրջ, սակայն իր պաշտպանական ներուժը համարում է կարմիր գիծ։ Իրանի նախագահը նաեւ հաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունների շրջանակում քննարկվում է Իրանի որոշ սառեցված ֆինանսական ակտիվների ազատման հարցը։ Հանրային հայտարարություններում, ինչպես արդեն հասցրել եմ նշել, հիշատակվել է շուրջ 12 միլիարդ դոլարի ակտիվների ազատման գործընթաց, որն ըստ պաշտոնական Թեհրանի կարող է իրականացվել պայմանավորվածությունների հաջորդ փուլերում։ Փեզեշքյանը նաև նախազգուշացրել է, որ կան երկրներ, որոնք դժգոհ են Իրանի եւ Միացյալ Նահանգների ձեռք բերված առաջընթացից եւ կարող են փորձել խաթարել խաղաղության գործընթացը։ Նախագահ Դոնալդ Թրամփը վաղը չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպի երկրի խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։ Սպասվում է, որ կմասնակցեն պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների Lockheed Martin-ի, RTX-ի, BAE Systems-ի, Boeing-ի, Honeywell Aerospace-ի, L3 Harris-ի եւ Northrop Grumman-ի ղեկավարները։
Աղբյուրների համաձայն Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին մեծացրել է ճնշումը ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ, պահանջելով առաջնահերթ ուշադրություն դարձնել զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի արտադրության ընդլայնմանը, ինչպես նաեւ ամերիկյան արտադրական հնարավորությունների զարգացմանը, բաժնետերերին վճարվող շահաբաժինների եւ բաժնետոմսերի հետգնման ծրագրերի փոխարեն։ Այս ամսվա սկզբին Թրամփը նաեւ կիրառել էր Միացյալ Նահանգների պաշտպանական արտադրության մասին օրենքը զինամթերքի արտադրությունը մեծացնելու նպատակով։ Սպիտակ տունը հայտարարել է, որ երկրի ռազմաարդյունաբերական համակարգը բախվում է մի շարք խնդիրների, այդ թվում սահմանափակ արտադրական հզորությունների, խոցելի մատակարարման շղթաների եւ արտադրական խցանումների։ Հունիսի 11-ին պատերազմի նախարար Փիթ Հեքսեդին ուղղված հուշագրում նախագահը նախազգուշացրել էր, որ այս խնդիրները կարող են սահմանափակել Միացյալ Նահանգների կարողությունը արտադրելու, պահպանելու եւ ընդլայնելու ազգային պաշտպանության համար անհրաժեշտ զինամթերքի, հրթիռների եւ ռազմական տեխնիկայի պաշարները։ Եվ բազմաբովանդակ լուրերից վերջինը։ Անվտանգության պաշտոնյաները հայտարարել են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության միջոցառումների ընթացքում մինչ այժմ առգրավել են ավելի քան 300 անօդաչու թռչող։ Իրավապանները զգուշացնում են, որ արգելված գոտիներում դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անգամ դաշտային քրեական մեղադրանքների։ Իշխանությունները չեն հրապարակել, թե որ մարզադաշտերի շրջակայքում են արձանագրվել ամենաշատ խախտումները, սակայն նշել են, որ խախտողները կարող են բախվել մինչև $100,000 տուգանքի, սարքի առգրավման եւ նույնիսկ ազատազրկման։ Ավելի վաղ դաշնային ավիացիայի վարչությունը նախազգուշացրել էր, որ աշխարհի առաջնության հետ կապված որևէ մարզադաշտի կամ միջոցառման տարածքի մոտ անօդաչուների թռիչքները չեն թույլատրվելու։ Սահմանված կանոնների համաձայն առանց հատուկ թույլատվության արգելվում են բոլոր տեսակի օդային թռիչքները, ներառյալ անօդաչուները, մարզադաշտերի շուրջ 5.5 կիլոմետր շառավղով տարածքում եւ մինչեւ մոտ 900 մետր բարձրության վրա։ Այսօրվա համար այսքանը, եթե առաջին անգամ եք դիտում մեզ, ապա բաժանորդագրվեք ալիքին, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը, առողջ եւ խաղաղ եղեք, ցտեսություն։